Դուք սարի ժողովուրդեք երևի շատ լավ գիտեք, չէ՞։ Սյուրուն մենք Ղարաբաղում սյուր ենք ասում, ստե հոտը երևի, ուղղությունը որ փոխում է, ինչ որ կար ժամանակով, ինչքան չոլաղ բան, հիվան, կենթանիկը առաջ հանգում։ Հիմա համարենք, որ մի պահ, այսպիսի մի պահ եղավ, սենց ասենք, ուղղությունը փոխվեց և ինչքան նիկանձիցիոննի քաղաքական գործ չկա, առաջ ընկան, պաշտոններ ստազնեցին, խայտարակեցին իրենց, խայտարակեցին երկիրը, բայց եկել է ժամանակը ճիշտ ուղղություն բռնելու համար։ Եվ այդ ժամանակը մենք պետք է օգտագործենք մաքսիմալ արագ և մաքսիմալ էֆեկտիվ, և դա կախված է ժողովուրդ ջան ձեզանից։ Մենք սխալներ չանենք ընտրարշավի ժամանակ, դուք էլ հանկարծ սխալ չանեք քվեարկելու ժամանակ։ Ուրեմն ինչ պիտի անենք։ Համար 17։ Համար 17։ Ժողովուրդ ջան, մի կարող ենք։ Մի քանի խոսք ընտրությունների մասին։ Այսքան կեղտոտ քարոզարշավ ես չեմ հիշում։ Շատ բան եմ տեսել նաև իմ կյանքի փորձով Հայաստանում, այսպիսի քարոզարշավ չեմ տեսել։ Եվ չեմ տեսել, և այսպես է մեկ պատճառով, ունենք անպատասխանատու իշխանություն։ Իրենց թվում է, թե քարոզարշավի ժամանակ իրենք իշխանություն չեն, ես այսպես եմ ենթադրում։ Բայց կապ չունի, դու արձակուրդում ես, արձակուրդում չես, քարոզարշավ է, քարոզարշավ չէ, իշխանությունը որոշակի ստանդարտներ պետք է պահի։ Իսկ իշխանությունը ինքը այս քարոզարշավին հաղորդում է ամենից կեղտոտ բնույթը։ Եթե վարչապետը գոռգոռում է, որ սրա պիտի նստի, մյուսը պիտի նստի, սրանից ես պիտի զրկենք, ունե զրկենք, Հայաստանի կեսը գործակալ դառան, մեկը Ռուսաստանի, մեկը չգիտեն որտեղի, բայց իսկական Թուրքիայի գործակալը բոլորս գիտենք ով է։ Բոլորս գիտենք ով է։ Եվ սա ստեղծում է մի իրավիճակ, երբ երկրի համար ամենից վտանգավոր հանգամանքը, հանրությունը իրար դեմ լարելու, հասարակությունը բաժանելու պրոցեսը, որից ինքը սկսել է 18 թվականին, հիմա շարունակում է։ Եվ սա թուլացնում է մեր երկիրը։ Եվ մեր խնդիրը ընտրություններից հետո ոչ թե շարունակել սա, այլ 180%-ով պետք է շուռ տանք, պետք է հասկանանք, որ միասնական Հայաստանը Հայաստանի ուժն է, Հայաստանի կարողությունն է։ Այս մարդը չի հասկանում, որ անխնդրական է, թե նախընտրական չի, իշխանությանը լսում է նաև դրսում։ Եվ երբ դու խոսում ես, հիմարություններ ես, լեզվիդ ես տալիս, Ռուսաստանի պես երկրի պես, անմիջապես արձագանքում են։ Երեկվա արձագանքը ուղղակի շատ վատ նշան է, ես այդ երկիրի շատ լավ գիտեմ։ Ես տողերի արանքով կարդում եմ, թե պաշտոնյաները ինչ են ասում։ Ասում են, որ դուք ժողովուրդ ջան պրոբլեմ ունեք այս իշխանության հետ։ Եվ այն սահմանափակումները, որ արդեն մտցրել են այդ ծաղիկների արտահանման հետ կապված, հազարավոր մարդկանց ուղղակի վնաս է հասցնելու։ Եվ ես անկեղծ ասեմ, չեմ հասկանում, լավ մտել ես քարոզարշավ, չես կարում լեզու տեղը պահես, գոնե մեծ պետություններին չկպնես, հանգիստ մնա։ Եվ ամենից ողբերգականը հետևյալն է, այս մարդու սխալների գինը տալիս է պարզ ժողովուրդը։ 18-19 թվականների իր սխալների գինը տվեց հայ ժողովուրդը 5000 զոհով, 10,000-ից ավել վիրավորներով։ Հիմա լավ, մինչև երբ մենք մեր փորձի վրա մի բան սովորելու ենք, թե չենք սովորելու, ինքը հաստատ չի սովորելու։ Բայց Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սովորի և այդ սովորելը պետք է արտահայտվի իր քվեներով։ Ուրեմն ինչ ենք անելու։ Վռնդելու ենք այս խուժաններին, համաձայն ենք։
Մի քանի խոսք տեղական հարցերի մասին։ Նաև ձեր այս տարածաշրջանում հետևյալ պատկերն է։ Գյուղատնտեսությունը անկում է ապրում, անասնագլխանակը շեշտակի նվազել է, երևի ավելի քան կեսով չափ նվազել է, ավելի շատ, նույնիսկ ասում են 70%, ցանկատարածքները եւս նվազել են։ Հիմա ուր են գնում։ Ուր են գնում։ Մենք որոշել ենք Հայաստանի տարածքները դատարկել մեկ նպատակով, որ բոլորը կան հավաքվեն Երևանում։ Սա եւս երկիրը թույլատնելու ճանապարհ է, չմտածված կամ մտածված, բայց Հայաստանի դեմ ուղղված քաղաքականություն է։ Ես կարող եմ միանշանակ ասել, որ իմ ժամանակ եղել է հստակ տարածքային քաղաքականություն, որ Հայաստանը միայն Երևանը չի եւ տարածքները պետք է զարգանան համաչափ։ Այնինչ մենք տեսնում ենք արդեն ավելի քան 10 օր քարոզարշավի մեջ ենք, խնդրեմը համատարած է։ Կրճատում են 5-6 դպրոց մեկը կառուցելու համար։ Կրճատում են գյուղերում տարբեր ծառայություններ անհարմարություն ստեղծելով պարզ ժողովրդի համար։ Պասպորտ սեղաններ, տարբեր ծառայություններ, չեմ ուզում թվարկել։ Այս ամենը հետ ենք պտտացնելու։ Մեկ դպրոց Հայաստանում չպետք է փակվի։ Մեկ դպրոց։ Շատ տարօրինակ մտածելակերպ ունեն այս մարդիկ։ Գիտեք, նույնիսկ մենք մեր ծրագրով այդ ուսուցիչների ատեստավորման հարցը, մենք մեր ծրագրերում գրել ենք 15 տարի եւ այլն, կարծում եմ նույնիսկ սա պետք է վերանայվի։ Դու 15 տարի, այսպես կամ ատեստավորումը մտցնելով դու հաստատում ես մեկ բան, որ քո բուհի դիպլոմը ոչինչ չի նշանակում, որ այդ բուհի դիպլոմից հետո դու պետք է մանկավարժ ես, մանկավարժական վկայական ես ստացել, դիպլոմ ես ստացել, բայց դրանից հետո պիտի գնաս ինչ որ մի քանի չինովնիկի ապացուցես, որ դու մանկավարժ ես, դու մասնագետ ես, դու կարող ես դասավանդել դպրոցում։ Նորմալ չի սա, ժողովուրդ ջան, նորմալ չի։ Նույնիսկ սա մենք պետք է վերանայենք ուղղակի։ Հասկանալով, որ այնուամենայնիվ կրթությունից է գալիս ամեն ինչ։ Մեր մոտեցումը տարածքների վերաբերյալ աշխատատեղեր, արդյունաբերական քաղաքականություն եւ այդ քաղաքականությունը հասնելու է նաեւ այստեղ։ Դրա համար պետք է մեկ բան, որ դուք ճիշտ որոշում կայացնեք։ Ով քվեարկում է Նիկոլի համար, քվեարկում է Ալիևի համար։ Այս բանաձևը համատարած մենք պետք է տարածենք։ Եվ մեր նպատակներին հասնելու համար ինչ պիտի մենք անենք։ Ամսի 7-ին համար 17-ին։ Ամսի 7 համար 17։ Միասին ապրեք ձեր ցավը տանեմ։